Հարգելի քաղաքացիներ, որոշեցի կարճ լայվ մտնել այսօրվա միջադեպի հետ կապված, այդ պահին, երբ արդեն լայվ պետքա մտնել, մեկ էլ տեսնեմ էսա բանի, ուրեմն հենց այս պահին սրանց ամբողջ շարասյունը պետական ավտոներով, բանով, պետական միջոցների չարաշահման, բացի այդ իրանց այդ անճոռնի ձեռքի շարժումով ավտոբուսը կայարանի մոտ են գտնվում, հակառակ ուրեմն մայթին սաղ կանգնած են, չգիտեմ ստեղ որտեղ է պտտվում, ուրեմն հարգելի քաղաքացիներ, զգույշ եղեք, շար են սրանք, այդ շարից փորձանքից հեռու, սրանք այդ բորոտի պես կարող եք վերաբերվել, աշխատեք սրանց ոնց որ բորոտներ էլի, այսինքն շար են, այս պահին գտնվում են կայարանի մոտակայքում, ովքեր որ կայարանի մոտակայքում են ուշադիր թող լինեն, շար է պտտվում քաղաքում, մարդկանց բռնել տվող, Ալենը, այն մյուսը, երրորդը, չորրորդը իրենց գերագույն դավաճանի գլխավորությամբ։ Հենց այս պայդրությամբ էստեղ են, բայց իհարկե դրա համար չէի ուզում լայվ մտնել, ուզում էի խոսել այսօրվա միջադեպի մասին, ու ինչպես հաճախ պատահում է, այս անգամ եւս հաջողվեց հարամ անել այս տոնական օրը բարձր տրամադրությամբ, այսօր բոլորս, շատ-շատերս, ես էլ երեխային տղաներիցս փոքրին վերցրել էի, գնացել էինք Մայրաթոր, Վեհապար Հայրապետի տնօրինությամբ, Գարեգին երկրորդ Վեհապարի տնօրինությամբ արդեն քանի տարի է Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, Վեհապար Հայրապետը անձամբ էր օրհնում բոլոր մանուկներին, ովքեր որ անդաստանի կարգին եկել էին մասնակցելու, փայտե փոքր խաչեր էր բոլորին նվիրում, շատ բարձր տրամադրությամբ ճանապարհին ենք եւ իմացա այս միջադեպի մասին։ Հիմա ուզում եմ կարճ խոսեմ նրա մասին, թե ինչ են իրավական առումով փորձում անել։ Գիտեք իմ լավ գործընկերները, ես կոնկրետ Վարդու հետ եմ Էլբակյան կապի մեջ եղել, Լուսինե Մարտիրոսյանն է գրել, այսինքն փաստաբանները ոստիկանության բաժնում են, մասնավորապես քաղաքային վարչությունում, որտեղ տղաներին տարել են, մենք էլ մեր պատրաստակամությունը հրապարակավել ենք ասել, մասնավոր կարգով ենք ասել, անհրաժեշտության դեպքում կարող ենք միջամը վարանել, ներգրավել, դա արդեն քաղաքացիները իրենք են որոշում, բայց այդտեղ հանրային մաս կա, էլի, ես ուզում եմ անպայման դրա մասին խոսել։ Այն մասով, որ նոր հոդված են հայտնաբերել 452 հոդվածը, որը հայտարարեցին այդ հոդվածի մասին, դա ուրեմն պաշտոնատար անձին է վերաբերում, պաշտոնատար անձանց է պաշտպանում, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններից առաջինն է եւ իրանից ներկայացնում է օրինական գործունեությանը միջամտելու նպատակով բռնությունը։ Այս հոդվածն են փորձում կարել տղաների վրա։ Մինչև 5 տարիանոց հոդված ասա։ Քաղաքական գործունեության կամ ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտություն։ Հիմա այս է հարցը։ Մի հատ եկեք մտածենք, հասկանանք սրանով իրանք ինչ են ասում։ Այսինքն, այն տղաները եւ շատ ուրիշներ, որոնք այցելել են եկեղեցի տոնական օրով, պատարակի են մասնակցում, սկսել է պատարակը, եւ գալիս է ինչ-որ մի խումբ, ուշադրություն դարձեք, քաղաքական գործունեություն իրականացնելու բովանդակությամբ, այսինքն քաղաքական գործունեություն, ոչ թե կապ չունի ծեսի հետ։ Այս հոդվածը այս տղաների վրա կարել է, հենց դրա մասին է խոսում։ Իրանք սա չեն դիտում, ոստիկանությունը առնվազն եւ բնականաբար նաեւ նրանց հրահանգ տվողները, չեն դիտում որպես ծիսական գործունեություն, չի մտել որպես քրիստոնյա, մասնակցելու պատարակի նման նպատակ չի ունեցել։ Իդեպ գալ այլ նպատակով պատարակի ժամանակ եկեղեցի, դա սրբապղծություն է։ Դա սրբապղծություն է։ Այո, կարող է լինել, որ պատարակի ժամանակ դու մտնես, ասենք, չգիտեմ, մոմ վառելու համար, մի հատ մոմ վառես դուրս գաս, բայց ոչ քաղաքական գործունեության համար։ Ոչ քաղաքական գործունեության համար։ Այսինքն, եթե այդ պահին այդ մարդը այդտեղ քաղաքական գործունեություն էր իրականացնում, որովհետև հոդվածը դա են դրել, ուշադրություն եմ դարձնում, քաղաքական գործունեությանը միջամտել է։ Այս հոդվածն է։ Այն գերեթե ինչ գործ ուներ քաղաքական գործունեություն իրականացնելու։ Ուրեմն ինքը ըստ էության ծեսին միջամտել է, որտեղ այդքան մարդը տեղ առանց այնը լիքը մարդը կին եկեղեցիներում մեր դու այդքան լիքը մարդկանցով է տալեն մալեն ֆլան ֆստանով գալի մտնում ես
Միջամտում ես, ես չգիտեմ այդ միջադեպը ոնց ա եղել, ինչ ա եղել այդ տղան այդ պահին, ինչ ա մտածել է հրոսակներ են եկել, եկեղեցին ուզում են գրավեն, չես կարա իմանաս։ Չես կարա իմանաս։ Բայց այն որ այդ հոդվածը 452, որի մասին հայտարարել են, ասում է օրինական քաղաքական գործունեությանը միջամտել է։ Պաշտոնատար անձի։ Դի պաշտոնատար անձ էր հանդես գալի։ Որպես պաշտոնատար անձ էր այդտեղ նա հանդես գալի, քաղաքական գործունեություն էր իրականացնում, այս ինչ բան է։ Այսինքն սա լրիվ այն վիճակն է, որ ինչ հոդված ուզես կդնենք, էլի, տենց բանը պետք կլինի հոդված կդնենք։ Քաղաքական գործունեությունը ինչ կապ ունի սրա հետ։ Քաղաքական գործունեություն, նորից եմ ասում, ժողովուրդ, մի հատ էլ մտածեք, թե ինչ են անում։ Այսինքն ոստիկանությունը գտնում է, որ եկեղեցում կարող է իրականացվել քաղաքական գործունեություն։ Պատարագի ժամանակ սա մեր բոլորիս հայ առաքելական եկեղեցու բոլոր դավանորդների նկատմամբ վիրավորանք է այդ անգամ էս մեղադրանքի ձևակերպումը ինքնին։ Վիրավորանք է։ Ես չգիտեմ այդ Հայկ Հարությունյանը նախկին դատախազ, որ քաղաքական գործերով մասնակցում էր, իմաստեղ եկել էր անձամբ բաներ, ձերբակալություններ իրականացնում, տեսման ով էր տեսել։ Ով էր տեսել, որ վարչության բանի պետը, այդ քրեականի պետն է տեղակալն է, էական չի, պետերից։ Կա անձամբ ձերբակալություն անի, այդտենց բաներ, հա, այդտենց ուզում էր ցույց տալ, որ տեսեք, ես սենց։ Այդտենց բան ով է տեսել։ Այսինքն այդ մարդիկ այս պահին մեր ունեցած տեղեկություններով կարանք ասենք, որ ոստիկանությունը այս գործով բացառապես քաղաքական հրահանգ կատարող է, բացառապես։ Այլ բան չեք տեսել։ Նոր հոդված են բստերել։ Քաղաքական գործնություն, արա այս մարդիկ ապօրինի են ձերբակալված, շատ երկար ժամանակ իդեպ նաև գրել էր Լուսինեն դրա մասին, չէին թողնում ներս, նայել էր ապօրինություն, հետո այդ մասով ոնց որ հետո թողեցին արդեն։ Ես ուզում եմ, որ մեր ակտիվ քաղաքացիները ուշադիր լինեն այս հարցով։ Մեր ակտիվությունից է նաև կախված, թե ինչքանով այս ռեպրեսիվ մեքենան կարողանա տղաներին, այսպես ասած, ճնշել։ Մարդիկ գնացել են պատարագի են մասնակցել։ Մեկ էլ տեսնում են հորդաների պես, Լենք Թեմուրի հորդաների պես ինչ-որ մարդիկ են գալի։ Բայց դու կարող ես չկարողանաս կողմնորոշվես, բան անես, չես կարող իմանաս ինչ ա տեղի ունեցել, բայց փաստը այն է, որ այս մարդիկ գնացել են, առանց ոչ մեկի իրենց կրոնական, որը ոնց լսել եմ ամեն կիրակի գնում են, այսինքն մարդիկ ակտիվ ուրեմն եկեղեցականացված երեխեք են, 18 տարեկան կան, թե չկան, չգիտեմ։ Գնացել են իրենց հոգևոր պետքերի հետևից, ու մեկ էլ ինչ-որ մարդիկ են գալի, քաղաքական գործունեություն իրականացնելու, այս ինչ բան էր։ Նորից եմ ասում, խնդրում եմ ուշադիր հետևենք, այս գործին ուշադիր հետևենք։ Սա շատ կարևոր է բոլորիս համար, որովհետև այն վերաբերմունքի իրավաբանության, որ այստեղ մենք տեսնում ենք, դա նշանակում է, թե ինչ է հետագայում մեր հետ լինելու։ Սա է, թուրքական իշխանությունների հետագա, եթե Աստված չանի իհարկե, տեսնում ենք, թե ասենք ինչ են անելու, այն մարդիկ ովքեր որ մի փոքր էս կոմեկում, ինչ է, ինչ որ հարվածեց, նայում եմ, չհարվածեցին, ինչ որ ձեռքի շարժում էր, կանոնավոր շարժում էր, անկանոն շարժում, ես լավ չեմ կարող ասել, թե գնահատական չեմ տալի, ես ոչ պաշտպանն եմ, ոչ բան եմ, այս պահին ոչ ներգրաված եմ, ոչ ինձ դիմել են, պաշտոնապես որպեսզի ներգրավեմ, ես որպես իրավապաշտպան եմ այստեղ հանդես գալիս։ Նորից ասեմ, չգիտեմ, հետո այդ մարդու հետ կարող է խոսեմ, ինչ որ մի բան ասի, ավել, բայց ես որպես հանրության ներկայացուցիչ տեսնելով այս ամեն ինչը, ես մի բան եմ տեսնում, ստեղ հանցավոր որևէ բան չկա։ Որևէ հանցավոր բան չկա։ Ու հիմա բստերել են հոդված։ Օրինական քաղաքական գործունեության, շշմելու բանը։ Հետևենք, տեսնենք ինչպես են զարգանում իրադարձությունները առայժմ։